Այսօր այն օրն է, որ ես կատարելու եմ Տեր հոր պարտականությունները։ Հիմա ես բոլոր հյուրերի անունից եւ իմ անունից Կարեն ջան հարց եմ տալու։ Դու համաձայն ես, որ մի ամբողջ կյանք Լուսինեն է այն աղջիկը, ով դառնալու է քո կինը եւ երեխաների մայրը, ու մինչեւ կյանքի վերջ դու ապրելու ես նրա հետ։ Անկասկած, Ծափարենք մեր Կարենին։ Լուսինեն ջան, դու վստահ ես, որ Կարենն է այս կյանքում այն միակ տղամարդը, ով կարող է երջանկացնել քեզ, դառնալ քո երեխաների հայրը, ու մինչև խորցելություն դու պատրաստ ես նրա հետ անցկացնել քո ամբողջ կյանքը։ Այո, պատրաստ եմ։ Հիմա, ի նշան իրենց համաձայնության, հայրիկները պետք է կոնյակները բացեն։ Դու ունես անակնկալ, ըստ քեզ ում կողմից կլինի։ Ուզում ես ասես ոչ մեկ այդքան հնարավորություն, խելք ու միտք գումար չուներ, որ քեզ անակնկալ աներ։ Սենտենս է դա, որ ինը կատնում, որ բոլորն դրա համար այդպես մի քիչ մտածում եմ։ Դու ունես մեկ տարբերակ եւ մեկ անուն։ Լուսինե։ Այո, Լուսինեի կողմից։ Պատվիրել է գեղեցիկ երաժշտություն եւ քեզ հրավիրում է բարի։ Ընդունում ես հրավերը։ Ինչ։ Ընդունում եմ։ Իսկ ինչու չեն ծափահարում խնամիները։ Այսօր այն օրն է, որ ես կատարելու եմ Տեր հոր պարտականությունները։ Հիմա ես բոլոր հյուրերի անունից եւ իմ անունից Կարեն ջան հարց եմ տալու։ Դու համաձայն ես, որ մի ամբողջ կյանք Լուսինեն է այն աղջիկը, ով դառնալու է քո կինը եւ երեխաների մայրը, ու մինչեւ կյանքի վերջ դու ապրելու ես նրա հետ։ Անկասկած, Ծափարենք մեր Կարենին։ Լուսինեն ջան, դու վստահ ես, որ Կարենն է այս կյանքում այն միակ տղամարդը, ով կարող է երջանկացնել քեզ, դառնալ քո երեխաների հայրը, ու մինչև խորցելություն դու պատրաստ ես նրա հետ անցկացնել քո ամբողջ կյանքը։ Այո, պատրաստ եմ։ Հիմա